Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը, որ Գագիկ Ծառուկյանին էր պատկանում, հանձնվել է Հայաստանի կառավարմանն ու պահպանմանը։ Դատախազության միջնորդությունը բավարարվել է։ Երևանի քաղաքապետարանը ապահովելու է համալիրի բնականոն աշխատանքը։ Մուլտիվելնեսը պետականացնելու մասին լուրն առաջին անգամ տարածվել է հուլիսի 14-ին։ 17 օր անց Ավինյանը խոսում է այն վերաբացելու եւ քաղաքապետարանի հոգացությամբ գործելու մասին։ Սիրելի երևանցիներ, այսօրվանից արդեն իսկ վերաբացվել է նախկին Multi Wellness առողջարանային համալիրը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ ունեին փաթեթներ, այդ բոլոր փաթեթները շարունակում են գործել։ Սա պետության վերահսկողության տակ անցած առաջին ձեռնարկությունը չէ։ Պետականացման գործընթացների մեջ հայտնվել են մի շարք խոշոր ակտիվներ, որոնք պատկանել են ընդդիմադիր գործիչների։ Պետությունը Գագիկ Ծառուկյանից վերցրել էր նաև Արարատ ցեմենտ գործարանը։ Հուլիսի 30-ին էլ էկոնոմիկայի նախարարը Դավիթ Գևորգյանին գործարանի կառավարիչ էր նշանակել։ Իշխող ուժը քաղաքական հաշվեհարդար է տեսնում, մարդկանց լռեցնելու նպատակով, նշում է Արման Աբովյանը։ Ունենք շատ ակնհայտ նեոթուրքական բանդիտիզմի, շատ ակնհայտ sense դրսևորում, երբ որ մարդուն իր կարծիքի համար, կամ միայն նրա համար, որ ինքը հայ է, փորձում են տնտեսական լծակներով ունեզրկել եւ այլն։ Ընդդիմադիր գործարարների ունեցվածքը պետականացնելու ֆոնին խուզարկությունները եւս չեն դադարում։ Հուլիսի 31-ին ուժեղ Հայաստան կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանի առանձնատանն էին իրավապահները, որոնց թվում կային նաև ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Կարապետյանի խոսքով քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց փաստացի խոչընդոտում են։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որտեղ ինքը սխալ ճանապարհով է տանում, ինքը հիմա էլ է սխալ ճանապարհով տանում։ Իշխող ուժի քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում ընդդիմադիր գործիչների վրա, կարծում է Նարեկ Կարապետյանը։ Վերջինս դատապարտում է գործարարներից սեփականությունը վերցնելու քաղաքականությունը։ Այն ինչ որ Իրանը չի, իմը չի, Իրանն էլ չի։ Սեփականությունը այդ գործարանի, որը ինքը ուզում է պետականացնի, Իրանը չի էդի, պետությանն էլ չի, ամենալավ մարդունն էլ չի։ Իմն էլ չի, այդ գործանի սեփականատիրոջն է։ Այո, ու ընդհանրապես մարդու ունեցվածքը, այդ մարդու սեփականությունն է։ Սեփականազրկենք մարդկանց։ Իրապես գնանք սեփականազրկենք։ 2025-ի հունիսին իրավապահների ուշադրության կենտրոնում գործարար Սամվել Կարապետյանն ու նրան պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերն էին, որը պետականացնելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց։ Փաստացի ընդդիմադիր գործարարները մի քանի ամսում 3 բիզնես են կորցրել։ Ուղիղ sense համեմատական է անցնում, թե ինչ էր կատարում այս ցեղասպանության ժամանակ, երբ որ կհիշեք հայ գործարարների սկզբնական փուլում նույն աբովանդակ հատենց ունեզրկում էին։ Ընդդիմությունն այս իրադարձությունները դիտարկում է մեկ ընդհանուր շղթայի մեջ, պնդելով, որ քաղաքական հակառակորդների նկատմամբ իրականացվող քրեական վարույթներն ու նրանց հետ կապվող բիզնեսների նկատմամբ պետական միջամտությունը փոխկապակցված գործընթացներ են։ Իշխանությունը սակայն ներկայացնում է բոլորովին այլ բացատրություն։ Ըստ պաշտոնական դիրքորոշման, խոսքը ոչ թե քաղաքական հետապնդման մասին է, այլ օրենքի կիրառման, հանրային շահի պաշտպանության եւ պետության տնտեսական անվտանգության ապահովման։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։